Պատկերացրեք մի մարդու, ով ապրում էր մի քաղաքում, որը պաշտում էր գիտելիքը, բայց նա համառորեն պնդում էր, որ ինքը ոչինչ չգիտի։ Նրան անվանում էին Աթենքի ամենաիմաստուն մարդը, սակայն նրա միակ իմաստությունը, իր իսկ խոսքերով, սեփական տգիտության գիտակցումն էր։ Ինչպես կարող է մի մարդ, ով երբեք ոչ մի տող չի գրել, դառնալ արևմտյան ողջ փիլիսոփայության հիմնադիրը, եւ ինչու նրա հայրենի քաղաքը, որին նա այնքան սիրում էր, ի վերջո դատապարտեց նրան մահվան։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր ալիք։ Եթե ձեզ հետաքրքրում են պատմության ամենաազդեցիկ եւ հակասական անհատականությունները, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա պատմությունները։ Այսօր մենք կխորասուզվենք Սոկրատեսի աշխարհը, փորձելով հասկանալ ոչ միայն նրա գաղափարները, այլև այն մարդուն, ով թաքնված էր առասպելի հետևում։ Եվ մեր ճանապարհորդությունը սկսվում է մարդկության պատմության ամենափայլուն կետերից մեկում, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի Աթենքում։ Սա պարսկական պատերազմներում փառահեղ հաղթանակից հետո եկած ոսկեդարն է, Պերիկլեսի դարաշրջանը, երբ ժողովրդավարությունը թվում էր հասել էր իր գագաթնակետին։ Քաղաքը շնչում էր ինքնավստահությամբ եւ հպարտությամբ։ Ակրոպոլիսի վրա կառուցվում էր Պարթենոնը, քաղաքակրթության խորհրդանիշը, իսկ Դիոնիսոսի թատրոնում Սոֆոկլեսն ու Եվրիպիդեսը բեմադրում էին իրենց անմահ ողբերգությունները։ Աթենքը ոչ միայն ռազմական եւ տնտեսական հզորություն էր, այլև մտքի հսկայական լաբորատորիա, գաղափարների հնոց, որտեղ ծնվում էին աշխարհը փոխող հայեցակարգեր։ Հենց այս պայծառ, եռուն, բայց եւ ներքին հակասություններով լի քաղաքում, մոտավորապես մեր թվարկությունից առաջ 470 թվականին, Ալոպեկե Դեմոսում, թաղամասում, ծնվեց մի տղա, ում վիճակված էր դառնալ այս դարաշրջանի խիղճը եւ միևնույն ժամանակ նրա ամենահայտնի զոհը։ Նրա անունը Սոկրատես էր։ Նրա ծագումը հեռու էր արիստոկրատական փայլից։ Նա հասարակ քաղաքացու զավակ էր, ինչը նրա պատմությունը դարձնում է ել ավելի ուշագրավ։ Հայրը, Սոֆրոնիսկոսը, քարտաշ քանդակագործ էր, մարդ, ով իր ձեռքերով կոպիտ քարին ձև էր տալիս, ստեղծելով արձաններ։ Մայրը, Ֆենարետան, մանկաբարձուհի էր, կին, ով օգնում էր նոր կյանքի լույս աշխարհ գալուն։ Այս երկու արհեստները խորը խորհրդանշական իմաստ ստացան Սոկրատեսի փիլիսոփայության մեջ։ Նա հետագայում հեգնանքով կասեր, որ ինքը ժառանգել է ոչ թե հոր, այլ մոր արհեստը։ Եթե Ֆենարետան օգնում էր կանանց մարմնական ծննդաբերությանը, ապա ինքը Սոկրատեսը օգնում էր մարդկանց մտքերից ծննդաբերել ճշմարտությունը։ Նա ոչ թե գիտելիք էր դնում մարդկանց գլուխը, այլ հարցերի միջոցով օգնում էր նրանց հոգու խորքից դուրս բերել այն, ինչն արդեն այնտեղ կար։ Մենք շատ քիչ բան գիտենք նրա վաղ տարիների մասին, սակայն կարող ենք ենթադրել, որ նա ստացել է այն ժամանակվա աթենացի քաղաքացու համար նախատեսված ստանդարտ կրթություն։ Դա նշանակում է ոչ միայն գրել-կարդալ սովորել, այլև ուսումնասիրել Հոմերոսի պոեմները, սովորել նվագել քնար եւ իհարկե մարզել մարմինը գիմնասիոնում։ Սակայն նրա իսկական դպրոցը, նրա իրական համալսարանը դարձավ հենց Աթենքի ագորան, քաղաքի աղմկոտ սիրտը, շուկայի հրապարակը, որտեղ կայանում էին գործարքներ, ընդունվում էին քաղաքական որոշումներ եւ ամենակարևորը տեղի էին ունենում անվերջ բանավեճեր։ Այստեղ օդը հագեցած էր հարցերով. ինչ է արդարությունը, ինչ է քաջությունը, ինչ է բարեպաշտությունը, ինչպես պետք է ապրի լավ քաղաքացին։ Այս հարցերը, որոնք շատերի համար պարզապես հռետորական զբաղմունք էին, Սոկրատեսի համար դարձան կյանք եւ մահվան հարցեր։ Դեռ վաղ տարիքից նրա բնավորությունը դրսևորվեց իր ողջ հակասականությամբ։ Նա ֆիզիկապես տգեղ էր մի քաղաքում, որը պաշտամունքի էր վերածել մարմնի գեղեցկությունը։ Պլատոնի եւ Քսենոփորի նկարագրություններով նա ուներ լայն տափակ քիթ, դուրս պրծած աչքեր, հաստ շուրթեր եւ մեծ փոր, Սիլենի կամ Սատիրի արտաքին։ Նա հաճախ ոտաբոբիկ էր քայլում եւ կրում էր նույն հասարակ թիկնոցը եւ ձմռանը եւ ամռանը։ Սակայն այս անշուք գրեթե գրոտեսկային արտաքինի հետևում թաքնված էր պողպատե կամք, աներևակայելի ֆիզիկական տոկունություն եւ մտքի այնպիսի սրություն, որը կարող էր զինաթափել ցանկացած ինքնավստահ զրուցակցի։ Նա Աթենքի կենթանի պարադոքսն էր, տգեղ իմաստունը, համեստ հսկան, քաղաքացին, որը համարձակվեց հարցաքննել հենց այն հիմքերը, որոնց վրա կանգնած էր իր քաղաքը։ Նրա մանկությունը համընկավ մի դարաշրջանի հետ, երբ հին հավատալիքները սկսում էին քայքայվել, իսկ նոր պատասխանները դեռ չէին գտնվել։ Այս մտավոր վակուումի մեջ էր, որ Սոկրատեսը պետք է գտներ իր կոչումը, դառնալով մարդ, ով ոչ թե պատասխաններ էր տալիս, այլ ստիպում էր մարդկանց գտնել ճիշտ հարցերը։ Նախքան Աթենքի ինտելեկտուալ խիղճը դառնալը, Սոկրատեսը նրա հավատարիմ զինվորն էր։ Փիլիսոփայությունը նրա համար սկսվեց ոչ թե գրքերից, այլ կյանքի եւ մահվան դաժան դպրոցից։
Երբ մեր թվարկությունից առաջ 431 թվականին Սպարտայի և Աթենքի միջև բռնկվեց Պելոպոնեսյան աղետալի պատերազմը, Սոկրատեսը, լինելով քաղաքացի, կատարեց իր պարտքը։ Նա ծառայում էր որպես հոպլիտ, ծանրազեն հետևակային և մասնակցեց պատերազմի ամենաարյունալի ճակատամարտերից մի քանիսին։ Նրա անունը հիշատակվում է Պոտիդեայի պաշարման, Դելիումի ճակատամարտի և Ամֆիպոլիսի արշավանքի հետ կապված։ Սա պարզապես կենսագրական փաստ չէ։ Պատերազմը նրա համար դարձավ մարդկային բնույթի ուսումնասիրության դաշտ։ Նա իր աչքով տեսավ, թե ինչպես են ամենահայրենասիրական ճառեր ասողները առաջինը փախչում մարտի դաշտից, և թե ինչպես են հասարակ լուր ու մունջ մարդիկ անօրինակ քաջություն ցուցաբերում։ Նա տեսավ, որ քաջություն բառը շատ հեշտ է արտասանել, բայց անհամեմատ ավելի դժվար է հասկանալ դրա իրական էությունը։ Ժամանակակիցները, այդ թվում նրա աշակերտ, փայլուն, բայց և ճակատագրական դեր խաղացած Ալքիբիադեսը, վկայում էին նրա անհավանական ֆիզիկական տոկունության մասին։ Նա կարող էր դիմանալ սովին ու ծարավին ավելի լավ, քան ցանկացած այլ զինվոր, իսկ ձնռան սառնամանիքին, երբ մյուսները փաթաթվում էին մորթիների մեջ, նա քայլում էր նույն բարակ թիկնոցով և հաճախ ոտաբոբիկ։ Դելիումի ճակատամարտում աթենացիների ջախջախիչ պարտությունից և խուճապահար նահանջի ժամանակ Սոկրատեսը ոչ միայն պահպանեց իր սառնասրտությունը, այլև փրկեց վիրավոր Ալքիբիադեսի կյանքը, իր մարմնով պաշտպանելով նրան թշնամուց։ Պատերազմը կոփեց նրա մարմինը, բայց ավելի կարևոր է, այն կոփեց նրա միտքը, ստիպելով նրան անընդհատ մտածել բարոյական հասկացությունների իրական բովանդակության մասին։ Սակայն նրա կյանքի իրական շրջադարձային պահը տեղի ունեցավ ոչ թե մարտի դաշտում, այլ հեռավոր Դելֆիում, որտեղ Պառնաս լեռան լանջին գտնվում էր Ապոլոն աստծո ամենահեղինակավոր տաճարը։ Այնտեղ էր բնակվում Պիթիան, խորհրդավոր պատգամախոսը, ում խոսքերին ականջ էր դնում ողջ հունական աշխարհը։ Սոկրատեսի ջերմեռանդ ընկերներից մեկը, Քերեփոն անունով, մի օր ուխտագնացություն կատարեց Դելֆի և Պիթիային տվեց մի պարզ, բայց ճակատագրական հարց. Արդյոք աշխարհում կա Սոկրատեսից ավելի իմաստուն մարդ։ Պատգամախոսի պատասխանը, որը փոխանցվեց քրմերի միջոցով, եղավ միանշանակ և ցնցող. ոչ ոք։ Երբ Քերեփոնը վերադարձավ Աթենք և հպարտությամբ հայտնեց այս լուրը Սոկրատեսին, Փիլիսոփան ոչ թե ուրախացավ կամ սկսեց հպարտանալ, այլ ընկավ խորը տարակուսանքի մեջ։ Ինչպես կարող էր դա ճիշտ լինել։ Ինքը, Սոկրատեսը, ով ամենից լավ գիտեր իր սեփական մտքի սահմանները, ով գիտակցում էր իր տգիտությունը բազմաթիվ հարցերում, ինչպես կարող էր լինել ամենաիմաստունը։ Աստված չի կարող ստել, բայց նրա խոսքերը կարծես թե հակասում էին իրականությանը։ Այս պարադոքսը դարձավ նրա կյանքի առաքելությունը։ Նա որոշեց, որ պետք է ստուգի Աստծո խոսքերը, գտնի իրենից ավելի իմաստուն մարդում և այդպիսով հերքի պատգամախոսին։ Այդ օրվանից սկսվեց նրա անվերջանալի ճանապարհորդությունը Աթենքի մարդկանց մտքերի միջով։ Նա սկսեց զրույցի բռնվել այն մարդկանց հետ, ովքեր իմաստունի համբավ ունեին։ Նա մոտենում էր մի հայտնի քաղաքական գործչի, ով կրակոտ ճառեր էր ասում արդարության մասին, և հարցնում. իսկ ի՞նչ է արդարությունը։ Քաղաքական գործիչը վստահորեն տալիս էր մի սահմանում, որը Սոկրատեսը մի քանի հարցերով հեշտությամբ հերքում էր, ցույց տալով դրա ներքին հակասությունները։ Այնուհետև նա գնում էր մի ողբերգական բանաստեղծի մոտ, ով գեղեցիկ տողեր էր գրում աստվածների և բարեպաշտության մասին, և հարցնում. իսկ ի՞նչ է բարեպաշտությունը։ Բանաստեղծը նույնպես շփոթվում էր, չկարողանալով տալ տրամաբանական և հետևողական պատասխան։ Նա խոսում էր զորավարների հետ քաջության մասին, արհեստավորների հետ իրենց արհեստի գաղտնիքների, և շատ արագ նա հասկացավ մի ապշեցուցիչ բան. այս բոլոր մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում հարգված էին և համարվում էին գիտակ, իրականում չէին կարողանում բացատրել այն հիմնարար հասկացությունները, որոնց վրա կառուցում էին իրենց կյանքն ու գործունեությունը։ Նրանք կարծում էին, թե գիտեն, բայց իրականում չգիտեին։ Եվ այստեղ էր, որ նա բացահայտեց պատգամախոսի խոսքերի թաքնված իմաստը։ Նրա առավելությունը ոչ թե նրանում էր, որ նա ավելի շատ բան գիտեր, քան մյուսները, ոչ, նրա առավելությունը նրանում էր, որ ի տարբերություն նրանց, ովքեր չգիտեին, բայց կարծում էին, թե գիտեն, ինքը գոնե գիտեր, որ չգիտի։ Նրա իմաստությունը իր տգիտության գիտակցումն էր։ Այդ պահից նրա անձնական որոնումը վերածվեց հանրային առաքելության։ Նա հասկացավ, որ Աստված իրեն հանձնարարել է լինել Աթենքի համար մի տեսակ մոծակ կամ ճանճ ձի, որն իր անդադար խայթոցներով, իր հարցերով պետք է արթնացնի քնկոտ քաղաքը ինքնահավանության և մտավոր թմրությունից։ Այս բացահայտումը նրան դուրս բերեց ստվերից և դրեց Աթենքի հասարակական կյանքի կենտրոնում, սկիզբ դնելով նրա փառքի և ողբերգության ուղուն։
Այսպիսով, Սոկրատեսը թողեց իր հոր արհեստը, քարերին ձև տալը, և իրեն ամբողջությամբ նվիրեց մի նոր գործի՝ մարդկային հոգիներին ձև տալուն։ Նրա արհեստանոցը դարձավ Աթենքի ագորան, քաղաքի սիրտը, նրա գործիքները հարցն ու հեգնանքը, իսկ նրա հումքը իր համաքաղաքացիների ինքնավստահ համոզմունքները։ Նա չէր գրում գրքեր, չէր հիմնում փակ դպրոցներ և որ ամենակարևորն էր, ի տարբերություն ժամանակի մյուս ուսուցիչների, նա գումար չէր վերցնում իր զրույցների համար։ Նրա համար իմաստությունը ապրանք չէր, որ կարելի էր վաճառել, այլ համատեղ որոնման արդյունք։ Նրա ողջ փիլիսոփայությունը կենդանի երկխոսություն էր, մի գործընթաց, որը նա անվանում էր մայեվտիկա, մանկաբարձական արվեստ։ Նա հավատում էր, որ ճշմարտությունը արդեն իսկ թաքնված է յուրաքանչյուր մարդու հոգում, պարզապես այն թաղված է կեղծ կարծիքների, նախապաշարմունքների և հասարակությունից սովորած դոգմաների հաստ շերտի տակ։ Իր խնդիրը, ինչպես մանկաբարձուհու խնդիրը, ոչ թե երեխային ստեղծելն էր, այլ օգնելը, որ այն անցավ լույս աշխարհ գա։ Նրա զրույցները սովորաբար սկսվում էին պարզ, գրեթե միամիտ թվացող հարցով։ Նա կարող էր մոտենալ մի հարգված դատավորի և խնդրել. «Դուք ձեր ողջ կյանքը նվիրել եք արդարադատությանը, խնդրում եմ բացատրեք ինձ, թե ինչ է արդարությունը»։ Դատավորը, շոյված նման ուշադրությունից, տալիս էր ընդունված ստանդարտ պատասխանը։ Այդ պահից սկսվում էր Սոկրատեսի անողոք, բայց տրամաբանական հարցերի շղթան։ Նա ցույց էր տալիս, որ դատավորի սահմանումը որոշ դեպքերում չի գործում, մեկ այլ դեպքում հանգեցնում է հակասության, երրորդում պարզապես անհեթեթության։ Զրուցակիցը, փորձելով պաշտպանել իր դիրքերը, առաջ էր քաշում նոր փաստարկներ, որոնք նույնպես հերթով քանդվում էին Սոկրատեսի տրամաբանության տակ։ Այս գործընթացը, որը հայտնի է որպես էլենխոս կամ հերքում, հաճախ ավարտվում էր նրանով, որ զրուցակիցը հայտնվում էր ինտելեկտուալ փակուղում, որը հույները անվանում էին ապորիա։ Նա ստիպված էր լինում հանրության առաջ խոստովանել, որ այն, ինչի մասին նա կարծում էր, թե հստակ գիտի, իրականում չգիտի։ Շատերի համար սա խորապես նվաստացուցիչ փորձառություն էր։ Ոչ ոք չի սիրում, երբ իր ինքնահավանության փուչիկը ծակում են հանրության աչքի առաջ։ Այդ պատճառով Աթենքի հզորներից շատերը սկսեցին նրանից խուսափել, նրա մեջ տեսնելով ոչ թե ճշմարտություն որոնողի, այլ պարզապես մարդկանց վրա ծիծաղող տհաճ անձնավորության։ Սակայն Աթենքի երիտասարդության համար Սոկրատեսը դարձավ իսկական մագնիս։ Հատկապես հարուստ և ազնվական ընտանիքների զավակները, ովքեր հոգնել էին իրենց հայրերի պահպանողական և անքննելի հայացքներից, հիացած էին այս տարօրինակ տգեղ մարդով, ով համարձակվում էր կասկածի տակ դնել ամեն ինչ և բոլորին։ Նրա շուրջը ձևավորվեց հետևորդների մի խումբ, որոնց թվում էին ապագա մեծ փիլիսոփա Պլատոնը, ով իր ուսուցչի խոսքերը կանմահացներ իր երկխոսություններում, պատմիչ Քսենոփոնը և, իհարկե, Աթենքի ամենափայլուն և ամենավտանգավոր երիտասարդը, գեղեցիկ, խարիզմատիկ, բայց և անսահման փառասեր ու անսկզբունք Ալքիբիադեսը։ Նրանք հետևում էին Սոկրատեսին ամենուր, ունկնդրում նրա զրույցները և հաճույքով դիտում, թե ինչպես է նա ինտելեկտուալ մենամարտում հաղթում քաղաքի ամենահայտնի դեմքերին։ Սակայն այս ազդեցությունը ուներ նաև իր մութ կողմը։ Երիտասարդները, տեսնելով, թե ինչպես են իրենց հայրերի և ուսուցիչների հեղինակությունները փլուզվում Սոկրատեսի հարցերի տակ, սկսում էին կասկածի տակ դնել ավանդական արժեքները, հարգանքը ծնողների նկատմամբ և նույնիսկ աստվածներին։ Աթենքի պահպանողական շրջանակներում սկսեց աճել լուրջ անհանգստություն։ Այս տարօրինակ փիլիսոփան, որը խառնում էր երիտասարդների միտքը, սկսում էր դիտվել ոչ թե որպես իմաստուն, այլ որպես վտանգավոր քայքայիչ, որպես հասարակական կարգի սպառնալիք։ Սոկրատեսի առաջին լուրջ հանրային բախումը տեղի ունեցավ ոչ թե քաղաքական գործիչների, այլ իր ինտելեկտուալ հակառակորդների՝ սոփեստների հետ։ Սոփեստները շրջիկ պրոֆեսիոնալ ուսուցիչներ էին, ովքեր լավ գումարի դիմաց երիտասարդ աթենացիներին սովորեցնում էին հռետորական արվեստ, ցանկացած բանավեճում հաղթելու և քաղաքական կյանքում հաջողության հասնելու հմտություններ։ Նրանց համար բացարձակ ճշմարտություն գոյություն չուներ։ Ճշմարտությունը հարաբերական էր։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչն է իրականում ճիշտ, այլ այն, թե ինչին կարող ես համոզել քո լսարանին։ Նրանք սովորեցնում էին, թե ինչպես թույլ փաստարկը դարձնել ուժեղ, իսկ ուժեղը թույլ։ Սոկրատեսի համար սա ոչ միայն ինտելեկտուալ սխալ էր, այլև բարոյական հանցագործություն։ Նա հավատում էր, որ գոյություն ունեն բացարձակ և համընդհանուր բարոյական արժեքներ՝ արդարություն, բարություն, քաջություն, որոնք կարելի է ճանաչել բանականության միջոցով։ Նրա ամենահայտնի թեզիսներից մեկն էր՝ առաքինությունը գիտելիք է։
Նա կարծում էր, որ եթե մարդը իսկապես խորապես իմանա, թե ինչն է բարին, նա երբեք չարիք չի գործի։ Ըստ նրա, ողջ չարությունը բխում էր տգիտությունից, ոչ թե չար կամքից։ Այս բանավեճը պարզապես ակադեմիական չէր։ Դա պայքար էր Աթենքի երիտասարդության հոգու համար։ Սոփեստները առաջարկում էին հաջողության և իշխանության տանող արագ և գործնական ճանապարհ, իսկ Սոկրատեսը ինքնաճանաչման և բարոյական կատարելագործման դժվարին, երբեմն ցավոտ ուղի։ Սակայն հասարակ աթենացու համար այս նրբությունները անհասկանալի էին։ Նրա աչքում և Սոկրատեսը, և սոփեստները նույնն էին՝ խորամանկ մարդիկ, որոնք խոսքերով խաղում էին, շփոթեցնում էին մարդկանց և կասկածի տակ դնում հայրենական ավանդույթները։ Եվ այս բացասական, պարզունակ ընկալումը փայլուն կերպով օգտագործեց մեծ կատակերգակ Արիստոֆանեսը։ Մեր թվարկությունից առաջ 423 թվականին նա բեմադրեց իր հայտնի ամպեր կատակերգությունը։ Գլխավոր հերոսը Սոկրատեսն էր, որը ներկայացված էր որպես մի ծիծաղելի, խարդախ աթեիստ, ով ղեկավարում էր «Մտքի դպրոց» անունով մի հաստատություն։ Պիեսում Սոկրատեսը, զամբյուղի մեջ նստած և օդում կախված, ուսումնասիրում էր երկնային երևույթները, մերժում էր ավանդական աստվածներին, Զևսին և մյուսներին և փոխարենը պաշտում էր նոր աստվածություններին, ամպերին։ Նա երիտասարդներին սովորեցնում էր, թե ինչպես խաբել պարտատերերին, ինչպես ապացուցել, որ սևը սպիտակ է, և նույնիսկ արդարացնում էր հորը ծեծող որդուն։ Կատակերգությունը ահռելի հաջողություն ունեցավ և խորը հետք թողեց հանրային գիտակցության մեջ։ Տասնամյակներ շարունակ այն ձևավորեց հասարակական կարծիքը Սոկրատեսի մասին։ Հազարավոր աթենացիների համար, ովքեր երբեք անձամբ չէին հանդիպել փիլիսոփային, նրա կերպարը դարձավ հենց Արիստոֆանեսի ստեղծած այս չարամիտ ծաղրանկարը։ Սա դանդաղ գործողության թույն էր, ռումբ, որի պայթյունը պետք է որոտար 24 տարի անց դատարանի դահլիճում։ Հանրային կարծիքը դանդաղ, բայց անշեղորեն թունավորվում էր։ Ամպերը, որոնց մասին կատակում էր Արիստոֆանեսը, սկսում էին իրապես կուտակվել Սոկրատեսի գլխին։ Չնայած աճող քննադատությանը և հանրային ծաղրին, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերջին տասնամյակներում Սոկրատեսի ազդեցությունը հասավ իր գագաթնակետին։ Նա դարձավ Աթենքի մտավոր կյանքի անբաժանելի մասը, մի երևույթ, որը հնարավոր չէր անտեսել։ Նրան կամ հիանում էին, համարելով աստվածային իմաստության մարմնացում, կամ ատում էին, տեսնելով նրա մեջ վտանգավոր քայքայիչի, բայց անտարբեր մարդ գրեթե չկար։ Նա, ինչպես ինքն էր ասում իր պաշտպանական ճառում, դարձել էր Աթենքի համար մի տեսակ ճանճձի, աստվածների կողմից ուղարկված մի միջատ, որը պետք է իր անդադար խայթոցներով արթնացներ ինքնահավանությունից թմրած մեծ ու ազնվացեղ, բայց ծուլացած պետական ձիուն։ Նրա նպատակը ոչ թե ցավ պատճառելն էր, այլ քնից արթնացնելը, ստիպելը, որ քաղաքը մտածի իր արժեքների, իր օրենքների և իր ապագայի մասին։ Նրա գլխավոր նվաճումն այն էր, որ նա փիլիսոփայությունը երկնքից իջեցրեց երկիր։ Մինչև Սոկրատեսը հույն փիլիսոփաների մեծ մասը, այսպես կոչված բնափիլիսոփաները, զբաղված էին տիեզերքի կառուցվածքի, աստղերի շարժման և նյութի սկզբնապատճառի հարցերով։ Սոկրատեսը կտրուկ փոխեց փիլիսոփայության ուղղությունը։ Նա ասում էր, որ նախքան աստղերի գաղտնիքները բացահայտելը, մարդը պետք է բացահայտի ինքն իրեն։ Նրա ուշադրության կենտրոնում ոչ թե ֆիզիկական աշխարհն էր, այլ մարդու ներքին աշխարհը, հոգին։ Նրա հիմնական հարցերը վերաբերում էին էթիկային և բարոյականությանը։ Ինչ է բարին, ինչ է չարը, ինչպես պետք է ապրել արժանապատիվ կյանքով։ Նա առաջինը շեշտեց հոգու մասին հոգ տանելու կարևորությունը, պնդելով, որ հարստությունից, փառքից կամ իշխանությունից անհամեմատ ավելի կարևոր է հոգու կատարելությունը։ Այս շրջադարձը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան մտքի ողջ հետագա զարգացման վրա։ Սակայն փառքն ու ազդեցությունը Սոկրատեսի համար դարձան նաև լրջագույն փորձություն։ Նրա շուրջը հավաքված երիտասարդների խումբը, որը ներառում էր Աթենքի ամենատաղանդավոր և ամենահավակնոտ զավակներին, սկսեց դիտվել որպես մի տեսակ քաղաքական խմբակ։ Չնայած Սոկրատեսն ինքը երբեք քաղաքականությամբ չէր զբաղվում և քննադատում էր ժողովրդավարության թերությունները ոչ թե իշխանության գալու, այլ ճշմարտությունը գտնելու համար, նրա աշակերտներից շատերն ունեին հստակ քաղաքական հավակնություններ։ Եվ այստեղ ի հայտ եկավ մի խորը ողբերգական հակասություն։ Սոկրատեսը, ով սովորեցնում էր առաքինության և ինքնազսպման մասին, ինչ պատասխանատվություն էր կրում իր այն աշակերտների գործողությունների համար, ովքեր դարձան Աթենքի պատմության ամենաատելի դեմքերից։ Այս խնդիրը պայթեց ամբողջ ուժգնությամբ, երբ մեր թվարկությունից առաջ 404 թվականին Պելոպոնեսյան պատերազմում Աթենքը ջախջախիչ պարտություն կրեց Սպարտայից։
Դա ոչ միայն ռազմական, այլև բարոյական և քաղաքական կոլապս էր։ Հաղթող սպարտացիները ցրեցին ժողովրդավարական կառավարությունը և իշխանության բերեցին 30 աթենացի արիստոկրատներից բաղկացած խունտա, որը պատմության մեջ մտավ 30 բռնակալներ անունով։ Այս ռեժիմը սկսեց աննախադեպ տերորի շրջան, մահապատժի ենթարկելով հազարավոր քաղաքացիների և բռնագրավելով նրանց ունեցվածքը։ Եվ ահա սարսափելին, այս դաժան բռնապետության պարագլուխներից երկուսը՝ Կրիտիասը և Քարմիդեսը, Սոկրատեսի նախկին մտերիմ շրջապատից էին։ Կրիտիասը, ով համարվում էր խմբի ամենադաժան անդամը, ժամանակին եղել էր Սոկրատեսի ամենահիացած հետևորդներից։ Սա մահացու հարված էր Սոկրատեսի հեղինակությանը։ Ինչպես կարող էր մարդը, ով խոսում էր արդարության մասին, դաստիարակած լինել այդպիսի հրեշների։ Թեև Սոկրատեսը ինքը հրաժարվեց համագործակցել բռնակալների հետ և նույնիսկ վտանգեց իր կյանքը, չկատարելով նրանց անօրինական հրամաններից մեկը, նրանք հրամայել էին ձերբակալել մի անմեղ քաղաքացու, ինչից նա հրաժարվեց։ Նրա անունն արդեն անբաժանելիորեն կապված էր նրանց հետ։ Նրա քննադատական վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ հանկարծ սկսեց ընկալվել ոչ թե որպես փիլիսոփայական դիրքորոշում, այլ որպես բռնապետության գաղափարական հիմնավորում։ Նրա մյուս հայտնի աշակերտը Ալքիբիադեսը դեռ պատերազմի տարիներին դավաճանել էր Աթենքին և անցել սպարտացիների կողմը, պատճառելով անասելի վնաս իր հայրենի քաղաքին։ Այսպիսով, հասարակական գիտակցության մեջ ձևավորվեց մի պարզ, բայց մահացու բանաձև. Սոկրատեսը ուսուցիչն է դավաճանների և բռնակալների։ Երբ 8 ամիս անց ժողովրդավարությունը վերականգնվեց, Աթենքը դարձավ վիրավորված, պարանոիկ և վրեժխնդիր քաղաք։ Հասարակությունը փնտրում էր մեղավորներ իր բոլոր դժբախտությունների, իր պարտության և նվաստացման համար։ Եվ Սոկրատեսը իր անհարմար հարցերով, իր քննադատական մտքով և իր վարկաբեկված աշակերտներով դարձավ կատարյալ քավության նոխազ։ Նա չէր փոխվել, նա շարունակում էր քայլել ագոռայում, շարունակում էր հարցեր տալ և մարդկանց ցույց տալ իրենց տգիտությունը, բայց քաղաքն էր փոխվել։ Այն, ինչը խաղաղ և ինքնավստահ Աթենքում ընկալվում էր որպես անվտանգ էքսցենտրիկություն կամ մտավոր խթան, պարտված և վիրավորված Աթենքում սկսեց դիտվել որպես մահացու վտանգ։ Ճգնաժամը ոչ միայն արտաքին էր, այլև ներքին։ Սոկրատեսի փիլիսոփայությունը, որը կոչված էր բուժելու հոգիները, այժմ ընկալվում էր որպես հենց այն թույնը, որը քայքայել էր քաղաքի բարոյական հիմքերը։ Գագաթնակետից անկումը սկսվել էր, և այն լինելու էր սրընթաց ու անողոք։ Ժողովրդավարության վերականգնումից հետո հայտարարված համաներումը, որը պետք է բուժեր քաղաքացիական պատերազմի վերքերը, արգելում էր քաղաքական հանցագործությունների համար հետապնդումը։ Սա նշանակում էր, որ Սոկրատեսին չէին կարող ուղղակիորեն մեղադրել 30 բռնակալների հետ ունեցած կապերի համար։ Նրա թշնամիները ստիպված էին գտնել այլ, ավելի նենգ ճանապարհ, և նրանք գտան այն, թիրախավորելով ոչ թե նրա քաղաքական հայացքները, այլ նրա բարոյական և կրոնական ազդեցությունը։ Մեր թվարկությունից առաջ 399 թվականին 3 աթենացի քաղաքացիներ Անիտոսը, Մելետոսը և Լիկոնը պաշտոնական մեղադրանք ներկայացրին Սոկրատեսի դեմ։ Այս երեքը ներկայացնում էին աթենական հասարակության այն շերտերը, որոնց Սոկրատեսն ամենաշատն էր վիրավորել իր հարցաքննումներով։ Անիտոսը ազդեցիկ քաղաքական գործիչ էր և արհեստավոր, ում Սոկրատեսը հրապարակված ցույց էր տվել, որ նա ոչինչ չի հասկանում պետական կառավարումից։ Մելետոսը անհայտ միջակ բանաստեղծ էր, ով վրդովված էր, որ Սոկրատեսը կասկածի տակ էր դնում բանաստեղծների իմաստությունը։ Իսկ Լիկոնը հրեթոր էր, սոփեստների դպրոցի ներկայացուցիչ, ում համար Սոկրատեսը գլխավոր ինտելեկտուալ թշնամին էր։ Մեղադրանքը բաղկացած էր երկու հիմնական կետից։ Առաջին, Սոկրատեսը մեղադրվում էր անբարեպաշտության մեջ, այն բանի համար, որ չի ընդունում քաղաքի կողմից ընդունված աստվածներին, այլ ներմուծում է նոր, սատանայական աստվածություններ։ Երկրորդ և ամենավտանգավորը, նա մեղադրվում էր երիտասարդությանը այլասերելու մեջ։ Սրանք չափազանց լուրջ մեղադրանքներ էին, որոնց համար նախատեսվում էր մահապատիժ։ Առաջին կետը հիմնված էր այն լուրերի վրա, թե Սոկրատեսը խոսում է իր դայմոնիոնի, ներքին աստվածային ձայնի մասին, որը նրան զգուշացնում էր սխալ քայլերից։ Նրա թշնամիները սա ներկայացնում էին որպես նոր, օտար աստվածությունների պաշտամունք։ Երկրորդ կետը ուղղակիորեն հարվածում էր նրա ողջ գործունեությանը, նրա զրույցները երիտասարդների հետ, նրանց ստիպելը կասկածի տակ դնել ավանդական հեղինակությունները և իհարկե նրա կապը այնպիսի դավաճանների հետ, ինչպիսիք էին Ալքիբիադեսն ու Կրիտիասը։ Դատավարությունը պետք է լիներ ոչ թե մեկ մարդու, այլ մի ողջ մտածելակերպի դատ։
Դատավարությունը տեղի ունեցավ Հելիեում, Աթենքի ժողովրդական դատարանում, 501 երդվյալ ատենակալների ներկայությամբ, որոնք պատահականության սկզբունքով ընտրված սովորական քաղաքացիներ էին։ Աթենական դատական համակարգը փաստաբաններ չէր նախատեսում։ Ամբաստանյալը պետք է ինքը պաշտպաներ իրեն։ Սոկրատեսի ընկերները խնդրում էին նրան պատրաստել հուզիչ, ողբալի ճառ, դատարան բերել իր լացող կնոջն ու երեխաներին, ատենականների կարեկցանքը շարժելու համար, ինչպես ընդունված էր այն ժամանակ։ Սակայն 70-ամյա փիլիսոփան կտրականապես հրաժարվեց։ Նրա համար սա ոչ թե կյանքը փրկելու հնարավորություն էր, այլ ճշմարտությունը հռչակելու վերջին հարթակ։ Նրա պաշտպանական ճառը, որը մեզ հասել է Պլատոնի Սոկրատեսի պաշտպանականը երկի շնորհիվ, դարձավ համաշխարհային գրականության եւ փիլիսոփայության գլուխգործոցներից մեկը։ Նա իր ճառը սկսեց ոչ թե ներողություն խնդրելով, այլ իր մեղադրողներին հեգնելով։ Նա ասաց, որ չի պատրաստվում օգտագործել գեղեցիկ, զարդարուն խոսքեր, այլ խոսելու է պարզ, ինչպես միշտ խոսել է Ագորայում։ Նա հերթով հերքեց իր դեմ ուղված մեղադրանքները։ Նա հերքեց աթեիզմի մեղադրանքը, պնդելով, որ իր ողջ կյանքը նվիրված է եղել Աստծո, Դելփյան Ապոլոնի հանձնարարությունը կատարելուն։ Ինչ վերաբերում է երիտասարդությանը այլասերելուն, նա հարցրեց. «Եթե ես եմ այլասերում, ապա ով է նրանց դարձնում ավելի լավը»։ Երբ Մելետոսը պատասխանեց օրենքները, դատավորները, բոլոր աթենացիները, Սոկրատեսը ցույց տվեց այս պնդման անհեթեթությունը, համեմատելով այն ձիերի հետ։ Միթե բոլոր մարդիկ գիտեն, թե ինչպես ձիերին ավելի լավը դարձնել, եւ միայն մեկ մարդ է նրանց փչացնում։ Ընդհակառակը, միայն մասնագետն է ի վիճակի բարելավել, իսկ մեծամասնությունը փչացնել։ Ճառի կուլմինացիան այն պահն էր, երբ նա հայտարարեց, որ ինքը ոչ թե պատիժի, այլ պարգևի է արժանի։ Նա ասաց, որ քանի որ իր ողջ կյանքը նվիրել է քաղաքացիների բարոյական բարելավմանը, Աթենքը պետք է նրանց ցմահ ապահովի անվճար սննդով Պրիտանում, այն շենքում, որտեղ պատվում էին օլիմպիական չեմպիոններին եւ քաղաքի մյուս բարերարներին։ Սա աննախադեպ հանդգնություն էր։ Ատենակալների համար, որոնք սպասում էին զղջման եւ խնդրանքի, սա ուղղակի ապտակ էր։ Նա ոչ միայն չէր ընդունում իր մեղքը, այլև ծաղրում էր հենց դատարանը։ Քվեարկության արդյունքները ցնցող էին, բայց ոչ անսպասելի։ 280 ձայնով ընդդեմ 221-ի Սոկրատեսը ճանաչվեց մեղավոր։ Աթենական օրենքներով այնուհետև նա իրավունք ուներ առաջարկելու այլընտրանքային պատիժ։ Սա նրա վերջին հնարավորությունն էր փրկելու իր կյանքը։ Նրա ընկերները պատրաստ էին վճարել ցանկացած չափի տուգանք։ Նա կարող էր առաջարկել աքսոր, բայց Սոկրատեսը հավատարիմ մնաց իրեն։ Նա հայտարարեց, որ քանի որ ինքն անմեղ է, ցանկացած պատիժ ընդունելը կնշանակեր ընդունել մեղքը։ Սկզբում նա կրկին հեգնանքով առաջարկեց իրեն պարգևատրել, ապա ընկերների հորդորով համաձայնեց առաջարկել փոքր տուգանք՝ 30 մինա, որը նրանք կվճարեին, բայց արդեն ուշ էր։ Նրա անզիջում դիրքորոշումը վերջնականապես զայրացրել էր ատենակալներին։ Երկրորդ քվեարկության ժամանակ ավելի շատ մարդիկ, 360-ը, քվեարկեցին մահապատժի օգտին։ Ճակատագրական որոշումը կայացված էր։ Սոկրատեսը դատապարտվեց մահվան, թույն ցիկուտա խմելու միջոցով։ Նա ընդունեց դատավճիռը առանց վախի։ Իր վերջին խոսքում նա դիմեց իրեն դատապարտած դատավորներին եւ ասաց. «Ահա եկել է ժամանակը հեռանալու, ես մահանալու, իսկ դուք ապրելու։ Թե մեզնից ում է վիճակված ավելի լավ բաժինը, հայտնի է միայն Աստծուն»։ Նրա դատավարությունը ոչ միայն անարդարության ակտ էր, այլև մի ողբերգական բախում Փիլիսոփոսի անզիջում ճշմարտության եւ վախեցած վիրավորված հասարակության միջև, որը նախընտրեց սպանել իր ամենաիմաստուն քաղաքացուն, քան լսել նրա տհաճ ճշմարտությունը։ Դատավճռի կայացումից հետո Սոկրատեսին շղթայակապ տարան պետական բանտ՝ Դեսմոտերիոն, որտեղ նա պետք է սպասեր իր մահապատժի օրվան։ Սովորաբար դատապարտյալներին մահապատժի էին ենթարկում դատավճռից անմիջապես հետո, սակայն ճակատագրի հեգնանքով նրա դատավարությունը համընկել էր մի կրոնական տոնի հետ։ Աթենքից դեպի Դելոս կղզի էր ուղարկվել Սուրբ նավը, եւ մինչև դրա վերադարձը քաղաքում արգելվում էր կատարել ցանկացած մահապատիժ։ Այսպիսով Սոկրատեսը ստիպված եղավ բանտում անցկացնել մոտ 30 օր։ Այս վերջին ամիսը դարձավ նրա կյանքի եւ փիլիսոփայության իրական գագաթնակետը, մի ժամանակաշրջան, որը նրան անմահացրեց ավելի շատ, քան նրա ողջ նախորդ կյանքը։ Բանտախուցը վերածվեց փիլիսոփայական դպրոցի։ Ամեն օր նրա մոտ էին գալիս նրա ամենահավատարիմ ընկերներն ու աշակերտները՝ Պլատոնը, Կրիտոնը, Ֆեդոնը եւ այլք։ Նրանք գալիս էին սգալու, բայց գտնում էին մի մարդու, ով ավելի հանգիստ ու լուսավոր էր, քան երբևէ։ Նա նրանց հետ զրուցում էր ոչ թե մոտալուտ մահվան սարսափի, այլ հոգու անմահության, առաքինության եւ իմաստության մասին։ Նա մխիթարում էր նրանց, ովքեր եկել էին իրեն մխիթարելու։
Նրա համար մահը ոչ թե ավարտ էր, այլ անցում մի նոր, ավելի կատարյալ վիճակի։ Փիլիսոփոսի համար, ով իր ողջ կյանքը ձգտել է հոգին ազատել մարմնի կապանքներից, մահը ոչ թե ողբերգություն էր, այլ բարձրագույն ազատագրում։ Սակայն նրա ընկերները չէին կարող համակերպվել այդ մտքի հետ։ Նրանց համար Աթենքի կողմից Սոկրատեսին սպանելը անտանելի անարդարություն էր։ Եվ ահա լուսադեմներից մեկին նրա բանտախուցում հայտնվեց նրա ամենահին և ամենահարուստ ընկերը՝ Կրիտոնը։ Նա եկել էր վերջին հուսահատ առաջարկով։ Ամեն ինչ պատրաստ էր փախուստի համար։ Բանտապահներին կաշառել էին, նավը սպասում էր նավահանգստում, իսկ Թեսալիայում նրան սպասում էր ապաստան։ Կրիտոնը հուզված խնդրում էր նրան համաձայնել։ Նա խոսում էր ընկերների վշտի, նրա որբ մնացող երեխաների և այն խայտառակության մասին, որ կընկնի իրենց վրա, եթե մարդիկ մտածեն, թե իրենք չեն արել ամեն ինչ իրենց ուսուցչին փրկելու համար։ Այստեղ տեղի ունեցավ Սոկրատեսի կյանքի վերջին և ամենամեծ մտավոր մենամարտը։ Նա պայքարում էր ոչ թե իր մեղադրողների, այլ իր ամենամտերիմ ընկերոջ գայթակղիչ փաստարկների դեմ։ Պլատոնի Կրիտոն երկխոսության մեջ փայլուն կերպով նկարագրված է այս զրույցը։ Սոկրատեսը հանգիստ լսեց ընկերոջը, ապա սկսեց իր հակափաստարկները։ Նա ասաց. «Թանկագին Կրիտոն, Քո նախանձախնդրությունը թանկ է, բայց եթե այն ճիշտ չէ, ապա որքան մեծ է այն, այնքան վտանգավոր է»։ Նա առաջարկեց հարցը քննել ոչ թե զգացմունքների, այլ բանականության տեսանկյունից։ Նա հարցրեց. արդյոք կարելի է անարդարությանը պատասխանել անարդարությամբ։ Եթե քաղաքը անարդարացիորեն է վարվել նրա հետ, արդյոք դա նրան իրավունք է տալիս խախտել քաղաքի օրենքները։ Նրա ողջ կյանքի փիլիսոփայությունը հիմնված էր այն մտքի վրա, որ երբեք չի կարելի չարիք գործել, նույնիսկ ի պատասխան չարիքի։ Փախուստը կլիներ հենց այդպիսի արարք, օրենքների խախտում, պայմանագրի դրժում։ Այնուհետև նա օգտագործեց մի հզոր գրական հնարք, պատկերացնելով, թե ինչ կասեին իրեն Աթենքի օրենքները, եթե նրանք կարողանային խոսել։ Նրանք կասեին. «Սոկրատես, մենք ենք քեզ ծնել, կերակրել, դաստիարակել։ Դու 70 տարի ապրել ես մեր հովանու ներքո, օգտվել ես մեր բարիքներից և երբեք չես փորձել հեռանալ, ինչը նշանակում է, որ դու համաձայնել ես ենթարկվել մեզ։ Հիմա, երբ մեր որոշումը քեզ դուր չի գալիս, դու ուզում ես մեզ ոչնչացնել։ Եթե դու փախչես, դու կհաստատես քո դատավորների խոսքերը, որ դու իսկապես օրենքները քայքայող ես»։ Սոկրատեսի համար քաղաքացու և պետության միջև գոյություն ուներ սոցիալական դաշինք։ Նա, որպես քաղաքացի, պարտավոր էր ենթարկվել օրենքներին, նույնիսկ եթե դրանք կիրառվում էին անարդարացիորեն։ Ճիշտ ուղին ոչ թե փախուստն էր, այլ օրենքները համոզման միջոցով փոխելու փորձը։ Քանի որ նա չէր կարողացել համոզել դատարանին իր անմեղության մեջ, նրան մնում էր միայն ենթարկվել դատավճռին։ Կրիտոնը պարտվեց։ Նա այլևս ոչինչ չուներ ասելու։ Սոկրատեսի որոշումը վերջնական էր։ Նա նախընտրեց մահը, քան կյանքը իր սկզբունքները դավաճանելու գնով։ Սա նրա վերջին և ամենահզոր դասն էր։ Փիլիսոփայությունը ոչ թե խոսքերի խաղ է, այլ ապրելակերպ, որի համար արժե նաև մահանալ։ Մահապատժի օրը եկավ։ Նրա ընկերները վերջին անգամ հավաքվեցին բանտախցում։ Նրա կինը Քսանտիպան երեխաների հետ այնտեղ էր, հեկեկալով։ Սոկրատեսը խնդրեց, որ նրան տուն կանեն, որպեսզի կանացի արցունքները չխանգարեն իրենց վերջին զրույցին։ Նա լվացվեց, որպեսզի կանանց չնեղացնի իր մարմինը լվանալու հոգսով, և հանգիստ սպասեց դահիճի գալուն։ Երբ մայրամուտին դահիճը, արցունքն աչքերին, բրեց ցիկուտայի բաժակը, Սոկրատեսը վերցրեց այն առանց ձեռքի դողի, կարծես սովորական գին ու գավաթ լիներ։ Նա հարցրեց, թե կարելի է արդյոք մի փոքր զոհաբերություն անել աստվածներին, և երբ դահիճը պատասխանեց, որ թույնը պատրաստված է ճշգրիտ չափով, նա ասաց. «Դե ինչ, ուրեմն կարելի է գոնե աղոթել, որ իմ ճանապարհորդությունը այս աշխարհից դեպի մյուսը երջանիկ լինի»։ Այս խոսքերով նա մի շնչով խմեց թույնը։ Նրա ընկերները, ովքեր մինչ այդ զսպում էին իրենց, բարձրաձայն լաց եղան։ Սոկրատեսը հանդիմանեց նրանց, խնդրելով լուռ և արժանապատիվ լինել։ Նա սկսեց քայլել սենյակում, ինչպես հրահանգել էր դահիճը, մինչև նրա ոտքերը ծանրացան։ Նա պառկեց, և թույնի սառնությունը սկսեց բարձրանալ նրա մարմնով։ Նրա վերջին խոսքերը, որ ուղղված էին Կրիտոնին, խորհրդավոր էին. «Կրիտոն, մենք Ասկլեպիոսին աքաղաղ ենք պարտք, խնդրում եմ, մի մոռացիր վճարել»։ Ասկլեպիոսը բժշկության աստվածն էր, և նրան աքաղաղ էին զոհաբերում հիվանդությունից ապաքինվելու առթիվ։ Սոկրատեսի համար մահը ապաքինում էր կյանք կոչվող երկարատև հիվանդությունից։ Այդ խոսքերից հետո նա ընդմիշտ լռեց։ Աթենքի ճանճձին այլևս չկար։ Սոկրատեսի մահը ցնցեց նրա հետևորդներին։ Նրանք կորցրել էին ոչ միայն ուսուցչին, այլև իրենց բարոյական կողմնացույցը։ Աթենքը, որը նրանք սիրում էին,
կրթային, սպանել էր իր ամենաարժանի քաղաքացուն։ Հիասթափված եւ վախեցած նրա աշակերտներից շատերը, այդ թվում Պլատոնը, ժամանակավորապես լքեցին քաղաքը, ապաստան փնտրելով Մեգարայում։ Այս ինքնակամ աքսորի տարիներին նրանք սկսեցին վերաիմաստավորել իրենց ուսուցչի կյանքն ու մահը։ Սոկրատեսի մահը դարձավ այն պրիզման, որի միջով նրանք սկսեցին նայել աշխարհին։ Հատկապես Պլատոնի համար այս իրադարձությունը դարձավ խորը հոգեբանական եւ փիլիսոփայական շրջադարձ։ Նա, ով երիտասարդության տարիներին երազում էր քաղաքական կարիերայի մասին, ընդմիշտ հիասթափվեց գործող քաղաքականությունից, հատկապես ժողովրդավարությունից, որը կարող էր նման անարդարություն գործել։ Նա եկավ այն եզրակացության, որ քանի դեռ քաղաքները չեն կառավարվում փիլիսոփաների կողմից, կամ քանի դեռ կառավարիչները չեն դառնում իսկական փիլիսոփաներ, Մարդկությունը երբեք չի ազատվի չարիքից։ Աթենքի իշխանությունները, սպանելով Սոկրատեսին, կարծում էին, թե լռեցրել են մի անհանգիստ ձայն եւ վերջ դրել նրա ազդեցությանը։ Իրականում նրանք հասան ճիշտ հակառակ արդյունքի։ Նրանք ֆիզիկապես ոչնչացրին մարդուն, բայց ստեղծեցին անմահ լեգենդ։ Սոկրատեսի մահը նրա կյանքը վերածեց մի հզոր առասպելի, ճշմարտության համար նահատակված իմաստունի առասպելի։ Նրա կերպարը դարձավ մտավոր ազնվության, քաղաքացիական քաջության եւ սկզբունքներին անսասան հավատարմության խորհրդանիշ։ Հետագա դարերում պատմում էին, թե շատ շուտով աթենացիները զղջացին իրենց արարքի համար, փակեցին մարզադպրոցները ի նշան սգի, մահապատժի ենթարկեցին նրա մեղադրողներին կամ աքսորեցին նրանց։ Թեև այս պատմությունների պատմական իսկությունը վիճելի է, դրանք ցույց են տալիս, թե որքան արագ է փոխվել հանրային ընկալումը։ Այն մարդը, ում մահապատժի էին ենթարկել որպես հանցագործ, սկսեց պաշտվել որպես հերոս եւ սուրբ։ Սոկրատեսի իրական ժառանգությունը, սակայն, ոչ թե այս լեգենդներն են, այլ այն հսկայական ազդեցությունը, որը նա ունեցավ իր աշակերտների միջոցով։ Քանի որ նա ինքը ոչինչ չէր գրել, մենք նրա մասին գիտենք հիմնականում երկու աղբյուրից՝ Պլատոնի երկխոսություններից եւ Քսենոփոնի հուշերից։ Այս երկու հեղինակները ներկայացնում են Սոկրատեսի տարբեր, երբեմն նույնիսկ հակասական կերպարներ, ինչը պատմաբանների շրջանում առաջացրել է այսպես կոչված Սոկրատյան հարցը, որքանով է նրանց նկարագրած Սոկրատեսը համապատասխանում իրական պատմական անձին։ Քսենոփոնը նկարագրում է ավելի պարզ, գործնական, բարոյախոս ուսուցչի, մինչդեռ Պլատոնի Սոկրատեսը խորը մետաֆիզիկոս է, բարդ գաղափարների կրող։ Շատ հավանական է, որ Պլատոնը իր սեփական փիլիսոփայական գաղափարներից շատերը ներդրել է իր ուսուցչի բերանը, բայց անկախ այս հարցի պատասխանից, փաստ այն է, որ Սոկրատեսը դարձավ արևմտյան փիլիսոփայության ելակետը։ Պլատոնը, ոգեշնչված նրա օրինակով, հիմնեց իր հայտնի ակադեմիան, առաջին իսկական համալսարանը, որտեղ դարեր շարունակ ուսումնասիրվում էին Սոկրատեսի կողմից բարձրացված հարցերը։ Պլատոնի լավագույն աշակերտը Արիստոտելը իր հերթին դարձավ մարդկության պատմության մեկ այլ մտավոր հսկա։ Գրեթե բոլոր հետագա հունական եւ հռոմեական փիլիսոփայական դպրոցները, կինիկները, ստոիկները, էպիկուրյանները այս կամ այն կերպ իրենց համարում էին Սոկրատեսի ժառանգորդները, յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանելով նրա ուսմունքը։ Նա դրեց էթիկայի, տրամաբանության եւ իմացաբանության հիմքերը։ Նրա երկխոսության մեթոդը, որը հայտնի է որպես Սոկրատյան մեթոդ, մինչ օրս օգտագործվում է կրթության մեջ քննադատական մտածողություն զարգացնելու համար։ Այսպիսով, ինչպես պատասխանել այն հարցին, որը մենք տվեցինք սկզբում։ Ինչպես մի մարդ, ով ոչինչ չգրեց, դարձավ պատմության ամենաազդեցիկ մտածողներից մեկը։ Պատասխանը թերևս նրանում է, որ Սոկրատեսը թողեց ոչ թե գրքեր, այլ կենդանի օրինակ։ Նա ցույց տվեց, որ փիլիսոփայությունը ոչ թե չոր, ակադեմիական զբաղմունք է, այլ կյանքի արվեստ, մահվան արվեստ եւ, ամենակարևորը, հարցեր տալու արվեստ։ Նրա ժառանգությունը ոչ թե պատրաստի պատասխանների համակարգ է, այլ անվերջ որոնման կոչ։ Նրա ամենահայտնի արտահայտություններից մեկը, չքննված կյանքն ապրելու արժանի չէ, այսօր էլ նույնքան արդիական է, որքան 2.5 հազարամյակ առաջ։ Այն մեզ հիշեցնում է, որ մարդ լինել նշանակում է մտածել, կասկածել, հարցաքննել ինքներս մեզ եւ աշխարհը մեր շուրջը։ Սոկրատեսի պատմությունը ողբերգական հերոսի պատմություն է, ում քաղաքը չհասկացավ եւ սպանեց, բայց ում գաղափարները ի վերջո նվաճեցին աշխարհը։ Նա մահացավ, որպեսի փիլիսոփայությունն ապրի, եւ այդ իմաստով նրա վերջին ամենամեծ պարադոքսն այն է, որ նրա մահը դարձավ նրա ամենամեծ հաղթանակը։ Այսօր Սոկրատեսի անունը դարձել է իմաստության հոմանիշ, նրա կերպարը քանդակված է քարի մեջ, պատկերված կտավների վրա, նրա խոսքերը մեջբերվում են ամենուր, համալսարանական դասախոսություններից մինչև սոցիալական ցանցերի գրառումներ։ Բայց այս իդեալականացված կերպարի հետևում հաճախ կորցնում է իրական, բարդ եւ հակասական մարդը։
Մենք հիանում ենք ճշմարտության նահատակով, բայց մոռանում ենք, որ նրա մեթոդը կարող էին լինել աներևակայելի նյարդայնացնող և սադրիչ։ Նա կարող էր լինել ոչ միայն իմաստուն ուսուցիչ, այլև ինտելեկտուալ բռնակալ, ով իր զրուցակիցներին փակուղի էր տանում ոչ միայն ճշմարտությունը բացահայտելու, այլև սեփական մտավոր գերազանցությունը ցուցադրելու համար։ Նրա դատավարությունը ոչ միայն անմեղ մտածողի դեմ ուղղված անարդարության ակտ էր, այլև բարդ քաղաքական և սոցիալական ցնցումների արդյունք, որտեղ նրա անզիջում դիրքորոշումը և հեգնանքը անկասկած իրենց դերը խաղացին ողբերգական ելքի հարցում, սակայն նրա մեծությունը հենց այս հակազությունների մեջ է։ Սոկրատեսը մեզ հիշեցնում է, որ քննադատական մտածողությունը հարմարավետ զբաղմունք չէ։ Ճշմարտության որոնումը պահանջում է քաջություն, քաջություն կասկածի տակ դնելու ոչ միայն ուրիշների, այլև սեփական ամենախորը համոզմունքները։ Մի աշխարհում, որը գնալով ավելի է բևեռացվում, որտեղ մարդիկ նախընտրում են փակվել իրենց գաղափարական պղպջակներում և լսել միայն այն, ինչը հաստատում է իրենց կարծիքը, Սոկրատեսի օրինակը դառնում է ավելի քան արդիական։ Նա մեզ սովորեցնում է, որ իսկական իմաստությունը ոչ թե ամեն ինչի պատասխանն է իմանալն է, այլ երբեք չդադարել հարցեր տալը։ Նրա ժառանգությունը ոչ թե դոգմաների համակարգ է, այլ մեթոդ, երկխոսության, ինքնաքննության և մտավոր ազնվության մեթոդ։ Եվ թերևս նրա ամենակարևոր դասը մեզ համար այսօր այն է, որ հասարակությունը, որը վախենում է իր ամենաանհարմար հարցերից և նախընտրում է լռեցնել իր քննադատներին, վաղ թե ուշ դատապարտված է խմելու իր սեփական թույնի բաժակը։ Շնորհակալություն դիտման համար։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, կիսվեք այն ձեր ընկերների հետ և բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու պատմության